Լոցը հավասիկ կշարունակենք գլուխ հասեր ենք 18-ը, հասեր ենք գլուխ 18-ը։ Պողոս առաքյալ Կորինթոսի մեջ է երկրորդ ճամփորդությունը արդեն վերջացնելու վրա է եւ գիտեք Պողոս 4 ճամփորդություններ արավ, այս երկրորդ ճամփորդության վերջավորությունն է եւ այդտեղ կտեսնենք ինչ կպատահի Կորինթոսի մեջ։ Ուրեմն գիտեք անցյալ շաբաթ տեսանք ինքը Աթենքեր, Աթենքեն զադվելով ահավասիկ կսե Պողոս Կորինթոս գնաց։ Ուր հրյամը կդավ Ագյուղաս անունով ծնունդով բոնդացի, որ իր բրիսկիղա գնոջ հետ նոր եկեր էին Իտալիայեն։ Գողոտյոս հրամայած էր, որ բոլոր հրյաները հրովմեն հերանան։ Գիտեք, Գործ առաքելոցը Ղուգասը այսպես երբեմն անուններ գտնե պետական անուններ, որպեսզի թվականները մոտավորապես գիտնանք։ Եվ այստեղ շատ պատմական ձևով գրնանք գիտնալ, որ այս Գողոտյոս հրամայածը, որ քրիստոնյաները, հավատացյալները հերանային հրոմեն, մոտավորապես 49-50 թվականներուն է։ Ուրեմն մենք գիտենք այստեղ երբ կպատահի այս պատմությունը 49-50 թվականին։ Ու անոնցկով ուրեմն ինքը գնաց Պողոս գնաց եւ իրենց հետ միացավ։ Վասնզի արհեստով վրանակորձ էր։ Ամեն շաբաթ ուրեմն ժողովարանին մեջ կխոսեր եւ հրյաներն ու հույները կհամոզեր։ Ուրեմն շաբաթվա մեջ միասին կաշխատեին, վրանակորձություն գնային, Պողոսը, Ագյուղաս եւ Պրիսկիլան միասին կաշխատեին եւ շաբաթ օրը գերտային ժողովարան եւ այդտեղ կխոսեր, հույները կփորձեր համոզեր, հրյաները կփորձեր համոզեր, գտեսնեք նպատակը Պողոս առաքյալին ասել, թե իսկապես փրկիչ կա Հիսուս Քրիստոսն է, հրյաներուն գսե, իսկ հույներուն գսե փրկիչը, այն ամեն աստվածները ստեղծող Աստվածը, այն Հիսուս Քրիստոսն է, որում մեջ ամեն ինչ է, ամեն բան է եւ ամեն ինչ իր մեջը կա։ Ուրեմն նայած որուն ինչ կխոսի, բայց իր խոսածը կհամոզեր աստվածային օրդությունները փոխանցելու նպատակով։ Հալելույա։ Երբ Շիղան եւ Դիմոթեոսը Մակեդոնիային եկան, Պողոսին հոգին երանտով գսե վարվեցավ եւ վկայությունով հրյաները կհամոզեր, թե Հիսուսը Քրիստոսն է, ինչպես ասի, կհամոզեր, թե Հիսուսն է Քրիստոսը։ Անոնք երբ դեմ գեցան ու գհայհոյեին, ինք հանդերձները թոթվելով ըսավ անոնց, ծեր արյունը, ծեր գլուխը, ես անբարդ եմ, ասկե հետո հետանոսներուն պիտի երտամ։ Ուրեմն հավասիկ ինչ կպատահի, Պողոս գուկա նախ հրյաներուն, ըսելով, թե այդ մեսիան որ դուք կսպասեք, ես պատասխան ունիմ, այդ մեսիան որ դուք կսպասեք, այդ մեսիան Հիսուսն է։ Հիսուսն է Քրիստոսը, Հիսուսն է ծեր սպասած մեսիան։ Ինչու կան որ անոնք կսպասեին, գիտեին, 5 տակարանի օրենքներով էին, անորամար է որ Պողոս իրենց կերտա եւ իրենց ճշմարտությունը գսե թե այն մեսիան Քրիստոսն է։ Ամեն, հալելույա։ Ուրեմն երբ անոնք ճուզեցին, երբ անոնք մերժեցին, երբ անոնք հագարագեցան, ինչ կպատահի սիրելիներ, գսե ահավասիկ, ես ծեր արյանը, ծեր գլուխը, ես անբարդ եմ։ Մի խոսքով ես իմ բաժինս կատարեցի։ Ես ճշմարտությունը ըսի, ես Աստծո խոսքը փոխանցեցի ցես, ես ցույց տվի աստվածային ճշմարտությունը։ Հիմա դուք կընդունիք, դուք չեք ընդունիք, դուք կհայոյեք, դուք չեք ուզեր, դուք կմերժեք, այս ձեր խնդիրն է, բայց ես ճշմարտությունը փոխանցեցի ցես։ Ահավասիկ նաև ճշմարիտ սիրելի քույր եղբայրներ, ճշմարիտ ավետարանչությունը։ Երբ որ մենք իսկապես ճշմարիտ ավետարանչությունը գբերենք եւ մարդկանց ճշմարտությունը գսենք, իրենց արժև գտնենք աստվածային ճշմարտությունը։ Եվ երբ որ իրենց արժև գտնենք աստվածային ճշմարտությունը, մարդը գտնունի կամ չի ընդունիր, այդ արդեն մեր գործը չէ։ Մենք անբարդ ենք։ Միայն կարևոր այդ է որ արդյոք դու ճշմարիտ ավետարանը կփոխանցես կամ չէ։ Մենք իբր Քրիստոսի հետևորդներ շատ պետք է մենք մեզ քննենք, թե արդյոք մենք ճշմարիտ ավետարանը կփոխանցենք, թե մեր պատմությունները կպատմենք, կամ մեր գարձածները կպատմենք, կամ մեր քիծածները, կամ մեր սովորությունները, կամ մեր եկեղեցական դիսապանությունները։ Կարևոր է որ մարդկանց շիդակ ավետարանը փոխանցենք, քանի որ երբ շիդակ ավետարանը կփոխանցենք, այդտեղ է սիրելիներ, որ մարդը գտնունի կամ չընդունի։ Քու կորձը կատարեցիր։ Ինչպես Աստված
Եզեկիելին գսե դու տեդ եղիր ճշմարտությունը ասե եթե մարդը ընդունեց իսկ եթե չընդունեց դու խնդիր չունիս բայց եթե դու չսի ճշմարտությունը այդ մարդուն հոգին քեզ մե պիտի բանջի շատ խիստ խոսքեր են ասող եւ ցեզ գսեմ այս ավետարան գործ առաքելոցը որ գարտանք գտեսնենք սիրելիներ ինչպես ավետարանը փոխանցելու ավետարանը հասկացնելու ավետարանը համոզելու ընթացք է այս ամբողջ գործ առաքելոցը բայց հիմա գործված է մեր եկեղեցիներուն մեջ այդ բոլորը կգործենք մի քանի հոգի ավետարանիչներ են մենք երթանք միան քարոզ լսենք ամեն ավետարանը հասկացողը կամ աբրողը ամեն վերստին ծնված փրկված մարդը բարդականություն ունի իր կյանքով իր խոսքով եւ ճշմարիտ ավետարանը հասկանալով փոխանցել եւ ես կնամ ասել այսօր դժբախտաբար շատ հավատացյալներու մեջ դեր հիմնական ավետարանը չեն գիտեր որ փոխանցեն հասկանաք ուրեմն որչափ կարևոր է մենք սորվինք որչափ կարևոր է մենք աշակերտները լանք որովհետեւ աշակերտներ ընենք որչափ կարևոր է որ մենք շիդա գսենք նայեք Պողոս Արաքյալ գսե ես ծեր արյունը ամբարդ եմ այնքան հստակ էր Պողոսին համար որ իր փոխանցած ավետարանը ճշմարիտն էր եւ ինք գադարյալ ցևով ներկայացուց մարդիկ չուզեցին ընդունել քանի որ այդտեղ գսե անոնք հայհոյեցին հանտերցները թոթվելով Պողոս ասավ իմ վրա ես գահանեմ բարդականությունը ես ըրի ինչ որ պետք է նայեցեք եթե ուշադրություն գնեք Պողոս Եդևնեն չվազեց Պողոս չփորձեց այդ մարդկանց համոզել դարիներ ինք ճշմարտությունը ասավ եւ հետո թողեց որ ասված իր գործը որքան կարևոր է մենք երբեմն ժամեր օրեր տարիներ կանցնենք մեկ հոգի հետևեն որ համոզենք սիրելիներ ճշմարտությունը պիտի ասես մեկ անգամ 5 անգամ 10 անգամ խնդիր չէ պիտի ասես բայց մեր գործը համոզել չէ Սուրբ Հոգին է համոզողը եւ մեր գործը նաեւ այդ մարդը չընդունիր թողենք գնանք ուրիշին Հիսուսը նույն բանը ասավ ոտքերնի փոշներ թոթվեցեք կացեք ուրիշ տեղ ուրիշ քաղաք ուրեմն այստեղ ինչ ասել գուզե Հիսուս եւ Պողոս ինչ հրավ այստեղ ցույց տվավ սիրելիներ որ բեչե գայնի բեչե գանքնի մեր գոչումը ավետարանը փոխանցելու բեչե մենք ազդվենք եւ գանքնենք մեր ծառայության մեջ ասելով այս մարդը չընդունիր այս մարդը չընդունիր շատ անգամ որ գխոսենք այսպես հավատացյալներով եւ վկայության մասին գխոսենք շատեր գսեն հա հովիվ բայց մարդը չընդունիր ինչ ունենք մարդը չընդունիր ինչ ունենք հա չընդունիր քնա ուրիշին ավետարանը մարդ պիտի բրգե ավետարանով ինչպես կրնանք մենք ժամանակ կորցնել մեկ անցով եւ որ գիտեք այդտեղ 10 կամ 100 մարդ կգործվին այդ մարդը չընդունիր գնա ուրիշին ավետարանը փոխանցե Հավասիկ Պողոս մեզի մեմիևս գփաստե Հիսուսի խոսքը որ իր աշակերտներուն ասավ եւ հիմա գսե ես գերտամ հեթանոսներուն եւ որ գսե ասկե հետո հեթանոսներուն պիտի երտամ ասել չէ որ հрьяներուն պիտի չկա քանի որ հաջորդ գլխու մեջ պիտի տեսնենք որ հрьяներուն շարունակեց երտալը բայց ասել գուզե որ դուք հիմա գահոյեք ինձ չգտնիր խնդիր չէ ես չեմ գանքնիր իմ գոչում ես գշարունակեմ դուք չգուզեր հрьяն հեթանոսներուն երտամ անոնք անպայման գտնին ուրեմն անգերտալով մդավ մեգումը դունը որուն անունը Հուստոս էր աստվածավախ մարդմներ որուն դունը ժողովարանին գից էր ուրեմն այստեղ հույն անձնավորություն է, որ աստվածավախ եղած է հրյական օրենքով, ուրեմն եկած է միակ աստվածը ընդունելու, ընդունած է, բայց հրյա չէ։ Անոնց դունը գերտա, ճիշտ ժողովարանին կովը։ Եվ նայեցիք ինչ կպատահի, ժողովրդաբեդը Քրիստոսը իր բոլոր դունովը հավատաց Տիրոջը։ Ուրեմն ժողովարան գերտա, կքարոզ է, շատեր չեն ընդունի, բայց ժողովարանին մեծը, բեդը, գնտունի իր դունովը գասկնակ սիրելիներ կորձը դրե աստված գիտե որում պիտի փրկե դու կարևորը ճշմարիտ ավետարանը փոխանցե քո անցդ մի կարոզեր քո եկեղեցական սովորությունները մի կարոզեր քո կիծած բացությունները մի կարոզեր քո երազները մի բատմեր ավետարանը սորվիր եւ ավետարանը փոխանցե ճշմարիտ ավետարանը փոխանցե առանց վախի դե բիդի նեղվի աման եթե այսպես ասեմ բիդի նեղվի ուրեմն քիչ մա այսպես ասեմ որ չի նեղվի ոչ
Մենք կանչված չենք, որ մարդիկ մեզ սիրեն, մենք կանչված ենք ավետարանը շիդակ ցևով փոխանցել։ Նայեցեք այստեղ շատերը գմերժեն, բայց բեդը գնդունի իր ամբողջ ընտանիքով, հալելույա։ Եվ ամբողջ ընտանիքով գսե հավատաց Տիրոջը Հիսուս Քրիստոսի։ Գորոնտացիներեն շատերն լսելով հավատացին եւ մգրդվեցան։ Կգրտնեմ հավատացին եւ մգրդվեցան։ Ոչ թե մգրդվեցան հետո հավատացին, հավատացին հետո մգրդվեցան։ Ինչպես անցյալ անգամ տեսանք Փիլիպպեի մեջ, թե ինչպես ամբողջ ընտանիքով հավատացին, ասել ամբողջ ընտանիքը լսեց խոսքը, հասկացավ խոսքը, ընդունեց խոսքը, զղջաց իրենց մեղքերին համար, ներողություն խնդրեցին Աստծուց, Սուրբ Օգին ստացան եւ ապաշխարեցին եւ նվիրվեցան եւ մգրդվեցան։ Կարևոր է ընթացքը, քանի որ եթե հոգևոր զղջում եւ ներում եւ ապաշխարություն չկա, մգրդությունը իմաստ չունի։ Մգրդությունը ասել է ասկե հետո իմ կյանքս Տիրոջը կնվիրեմ, ասկե հետո Տիրոջ համար կգործեմ, ասկե հետո կյանքս Տիրոջ թագավորությունն է, թող Տերը առաջնորդե իմ կյանքս, այս է մգրդությունը։ Բայց անգե առաջ պիտի գիտնաս ինչ է ավետարան, պիտի գիտնաս մեղքը ինչ է, պիտի գիտնաս դու ով ես, պիտի գիտնաս Հիսուսը ով է, ինչու Հիսուս եւ ոչ թե ուրիշը։ Ավետարանը հստակ պետք է բացատրվի, որ մարդը հասկանա, թե եթե Հիսուսը չընդունի, ինքը հավիտյանս հավիտենից դժոխք պիտի երթա եւ պիտի բացատրվի թե ինչ է դժոխքը եւ պիտի բացատրվի թե ինչու դժոխքը եւ ինչու բրգությունը եւ ինչպես բրգությունը հալելույա ուրեմն երբ որ մենք շիդակ ավետարանը կարոզենք առանց մտածելու թե ով պիտի նեղվի ով պիտի չնեղվի սիրով համեստությամբ բայց ճշմարտությամբ եւ այդպես առանց մտածելու թե ինչ պիտի լա Աստված ինքը գիտե բրգվածները ինքը բրգե Աստված է բրգողը երբեք մենք չենք Երբեք մեր խոսքերով չենք բրգեր, բայց մեր խոսքերը պետք է ճշմարիտ լա։ Աստված ճշմարտության Աստված է։ Երբ որ ճշմարտությունը շիդակ չի կարոզվի, Աստված այդտեղ գործ չունի։ Սատանան գործ ունի եւ մարդկան ցույց կտա թե իբր թե բաները մը գլա հրաշներ գլա եւ այլն, բայց Աստված չկա այնտեղ։ Աստված կա միայն այնտեղ, երբ ավետարանը ճշմարիտ ձևով կփոխանցվի։ Հալելույա։ Համար 9։ Քիչերը Դեսիրքի մեջ դերը ըսավ Բողոսին, նայեցեք ինչ կսե, մի վախնար հապա խոսե, մի վախնար խոսե և լուր մի մնար, վասնզի ես կեզի հետ եմ և մեկը կեզի տեմ բիդի չել է, կեզի վնաս մը հասնելու համար, քանզի այս քաղաքին մեջ ես շատ ժողովուրդ ունիմ։ Հրյաները գահայեն, դուրս կնետեն իրեն, ուրիշներ կպրգվին, Աստված գսե Ես քեզի հետ եմ մի լրեր, մի կանգնիր, խոսիր, ես ժողովուրդ ունիմ այստեղ։ Բողոսը չգիտեր ով է բրգվածը, ով պիտի բրգվի, ինչպես պիտի լա, ոչ ալ դու գիտես, ոչ ալ ես գիտեմ։ Աստված գիտե ով պիտի բրգվի եւ ինչպես պիտի բրգվի։ Մեր գործը չէ այդ գործը։ Մեր գործը լուր չգենալն է։ Ճշմարիտ ավետարանը փոխանցելն է, ինչպես կսեի քիչ առաջ։ Աճ կամ ցախ մի գենար, մի նայիր, քեզի պիտի հալածեն, քեզի պիտի ձեծեն, ինչ որ քիչ հետո պիտի տեսնենք։ Գսե ես քեզի հետ եմ։ Քեզի թե մեկը պիտի չկրնա ելնել գսե, բայց պիտի տեսնենք որ շատ մարդիկ ելան իր թեմը։ Ինչը սել գուզ այստեղ։ Սել գուզ է որ ոչ մեկը պիտի չկարողանա գանկնեցնել քո ծառայությունը։ Ոչ մեկը պիտի չկարողանա գանկնեցնել քո ավետարանչությունը, քո աշակերտությունը։ Այո, պիտի ձեծեն, պիտի հայոյեն, պիտի կարգոծեն, բայց պիտի չգանկնեցնեն։ Հալելույա։ Երբեմն մենք ենք որ կգանկնենք, սիրելիներ, մարդիկ մեզ չեն գանկնեցներ, մենք կհիաստապվենք կգանկնենք, կնեղանանք կգանկնենք, ինչ գիտեմ, քո ուզածիդ պես չլար կգանկնես։ Մարդիկ ավետարանիչին ոչ մեկը չի կրնար գանկնեցնել։ Եթե դու սրտիդ մեջ թողած ես Տիրոջ խոսքը ապրիլ եւ փոխանցել, ոչ մեկը չի կրնար գանկնեցնել քեզ։ Դու երբեմն կգանկնես, քանի որ կհիաստապվես կամ կհոգնես կամ կփարգանաս կամ կնեղանաս եւ այլն։ Նայեցեք այստեղ, թուն մի կանգնիր գսե, խոսի, լուր մին մնար։ Հալելույա։ Մեկը քեզ դեմ պիտի չելնի։ Ես քեզի հետ եմ։ Գնա գործը դրե։ Շատ մարդիկ կան, որ այդտեղ պիտի բրգվին։ Շատ մարդիկներ կան, որ ես իրենց սրտին պիտի թփնամ։ Սուրբ Օգին իրենց պիտի խոսի։ Դու միայն ճշմարտությունը կարոզ է։ Հալելույա։ Եվ հոն գսե Դարիմը ու գեսամիս, 6 ամիս ներողություն գեցավ եւ Աստծո խոսքը անոնց կսորվեցներ։ Ահավասիկ այստեղ Գորոնտոսի մեջ 1.5 տարի Բողոս այստեղ գեցավ եւ սորվեցուց։ Ավետարանը բացատրեց,
ավետարանը փոխանցեց, չքարոզեց ժողովուրդ։ Քարոզը լավ է, բայց Աստված մեզ չսեր որ քարոզեք, այլ գսե սորվեցուցեք։ Սորվեցուցեք, հետևեցեք, հսկեցեք, առաջնորդեցեք, եթե պետք է հանդիմանեցեք, մեկ ու կես տարի այդտեղ գեցավ եւ գսորվեցներ Կորինթոսի մեջ։ Հալելույա։ Ինչու՞ կավ Աստված ասավ մի գանտներ, շարունակե, խոսիր, նայիր, մարդիկ կան, պիտի փրկվին։ Քեզ հարց պիտի դամ իմ սիրելի քույր եղբայր, որ հիմա գհետևիս։ Ուր որ գաբրիս, որ քաղաքը, որ թաղամասը, որ երկիրը որ գաբրիս, այդտեղ մարդիկ կան, որ պիտի փրկվին։ Գիտեիր, որ այդտեղ որ դու գաս, այդտեղ մարդիկ կան, որ պիտի փրկվին։ Ով պիտի երթա անոնց։ Ով պիտի սորվեցնե։ Ով պիտի վգայե։ Միամ մի գետրոնալ քո դղուտ վրա, քո աղջիկիդ վրա, քո ընտանիքիդ վրա, քո թորնիկիդ վրա։ Միամ մի գետրոնալ քո ընտանիքիդ մեջ։ Եվ այս շատ հավատացյալներ այս մեղքի մեջ են, մեղքի մեջ կքայլեն, քանի որ կսահմանապակեն այդ ավետարանչությունը։ Իմ զավակս, իմ թորնիկս, իմ չէ, դու այդտեղ մեջ ժողովուրդ կա, Բողոս չեր գիտեր ով գար, մեկ տարվա մեջ Աստված լիքը մարդ տվավ իրեն։ Լեցուն մարդ տվավ այդտեղ իրեն, Կորինթոսի մեջ։ Կորինթոսը մեծ քաղաք էր, գսվի թե այդ ժամանակ 700,000 ապրող գար այդ Կորինթոսի շրջանի մեջ։ 700,000 Կորինթոսը եւ իր շրջակայքը։ Բողոս մեկ տարի ամեն մեկուն եւ քիչ հետո տեսնենք, բոլորը լսեցին Աստծո խոսքը։ Զարմանալի ցեվով։ Այսօր աշակերտության մասին կխոսենք, սիրելիներ։ Աշակերտություն այսօր կբացի մեր եկեղեցիներուն։ Աշակերտ ըլալ, աշակերտ ընել։ Աշակերտի պես ապրիլ, աշակերտի պես սորվեցնել, որպեսզի շատեր աշակերտներ լան։ Եվ ոչ թե հավատացյալներ, ինչպես միշտ կսեմ։ Քանի որ այս իմ բայկարս է։ Եկեղեցիներու մեջ լեցուն հավատացյալներ կան։ Չեմ գիտեր հավատացյալ եմ, բայց աշակերտներ շատ քիչ կան։ Ծառայողներ լիքը կան եկեղեցիներու մեջ, ամենն ալ գուզե միկրոֆոն առնել եւ խոսիլ, բայց աշակերտներ քիչ կան։ Սուրբ Գիրքը գարտացեք, սիրելիներ։ Սուրբ Գիրքը գարտացեք, տեսեք թե ինչպես պատահեցավ առաջին մեր թարուն, Հիսուսին սորվեցուց աշակերտները ինչպես քայլեցին եւ ինչպես եկեղեցիներ հիմնվեցավ։ Ինչ բանի վրա հիմնվեցավ։ Ինչ էր միտքը։ Հիսուս Քրիստոսն է, Հիսուսն է։ Հալելույա։ Համար 12 Ակայայի փոխանորդ Պտեշխին Գաղյոնին օրերը հրյաները միապանվելով Բողոսին դեմ ելան եւ Զանիգա Ադյանը դարին։ Գտեսնեք, Աստված կսե քեզի բան պիտի չլա, մեկը քեզի դեմ պիտի չգնա, Ադյան դարին Բողոսին ձեզելու համար։ Նորից այստեղ գտեսնեք բատմական թվականներ, անուններ, որովհետեւ մենք գիտանք, որ օրերուն գլա այդ բաները, ինչպես քիչ առաջ ասի 50-ական թվականներուն մոտ էր։ Ասելով թե ասիգա հրաբուրե մարդիկ օրենքեն դուրս Աստված ճաշտելու։ Այստեղ կարևոր բան կա բատմական, որ պետք է գիտնանք։ Ուրեմն այստեղ գուկան Բողոսին գարնեն Ադյան, ասելով թե այս մարդը նոր բանը կներկայացնի, նոր Աստվածը, այս մարդը գհրաբուրե մարդկանց, որ օրենքեն դուրս Աստված ճաշտեն։ Ուրեմն այդ օրենքը որ օրենքի մասին էր խոսքը, հռոմեական օրենքը։ Հռոմայացիներու օրենքը այդ էր մի քանի գրոնքներ ընդունված էր հռոմայացիներու գոմե, որոնց մեկը հрьяաներն էին։ Ուրեմն մի քանի գրոնքներ ընդունված են։ Անհասիկ Բողոս կուքա ոչ մեկ գրոնքի համապատասխան չէ, ոչ մեկ գրոնքի մարդը չէ ինքը, նոր բան կքարոզե իրենց համար եւ գսե այս մարդը հռոմայական օրենքին հագարակ է։ Ուրեմն պետք է բռնենք եւ թադենք իրեն։ Հասկանաք, այս ցևով կփորձեն գտնել բանը, որ Բողոսին թադեն։ Օրենքեն դուրս Աստված կբաշտե, մեկ նոր Աստվածը, բանը կբաշտե, որ մենք չունենք մեր օրենքին մեջ, մենք ընդունած չենք, ընդունված չէ Բողոսին քարոզը։ Ուրեմն պետք է բռնենք եւ բաճենք։ Երբ Պողոս իր բերանը բանալու պատրաստ էր, Գաղյոն ըսավ հрьяաներուն. Եթե անիրավությամբ կամ չար կորձիմը համար ըլլար, ով հрьяաներ, գարժեր որ ցեզի մդիկ ընեի։ Բայց եթե վեճը խոսքի
ու անուններու եւ ծեր օրենքին վրայով է դուք ցեզ մե դեսեք տադը վասնզի ես այդպիսի բաներու տադավոր ըլլալ չեմ ուզեր ինչ կսես թե կայոնը գսե եթե դուք ծեր հրյական ներքին հարցերն են ես չեմ ուզեր խառնվել ցեզի դուք կսեք որ ինքը նոր աստված գբաշտե նոր գրոնք կբերե այդ նոր գրոնքը բոլորովին բացարձակապես արգելված է եթե այդպես է ես կբաճեմ զինք բայց հայտնի է պաստորեն գերևնա որ դուք ծեր ներքին հարցերն է ծեր հրյական մեսիայի մասին գխոսի ծեր հրյական մովսեսի մասին գխոսի հրյական Աբրահամի մասին գխոսի ուրեմն ծեր ներքին հարցերն է ես չեմ ուզեր խառնվել այս հարցի մեջ գնացեք քաղաքականությունը եւ հոգեվորականությունը ինչպես իրար հետ կխառնեն եւ այդ հրյաները որոնք կսեին որ մենք միակ աստված ունենք մեր հայրը աստված է երբ որ պետք է քաղաքականությունը գխառնեն իրենց օրենքին մեջ որպես իրենց ուզածը ըլլա հիմա էլ այդպես է եւ գրնամ ասել ցեզի 4-րդ դարենը սկսյալ երբ որ քրիստոնեությունը դարձավ ազգային գրոնք ըլլա մեր հայ ազգին մեջ ըլլա եվրոպացիներու մեջ արդեն սկսավ ամեն ինչ խանգարվելու երբ որ հոգեվորը գխառնես քաղաքականության հետ երբ որ հոգեվորականը գխառնվի քաղաքականության երբ որ քաղաքականությունը գխառնվի հոգեվորականի հետ խնդիրը կսկսի Հիսուս ասավ իմ թակավորությունս այստեղին չէ մի խոսքով ինձի աշխարհի թակավորության մասին մի խոսիկ եթե մենք հոգեվոր ենք հոգեվոր հարցերով մենք կքննարկենք եթե մենք հոգեվոր չենք ազգային հարցերով կքննարկենք ուրեմն ամեն մեկը իր տեղը դվեք ինչ որ գայսրին է գայսրին ինչ որ ազգո է ազգո ամեն ինչ իր տեղը այստեղ հрьяաները ուզեցին խաղ մանել քաղաքականությունը մեջտեղ բերին բայց այդտեղի լավ էր որ Քաղյոնը խելացի մարդը լալու էր դեսավ որ հрьяաները խաղ գնեն բայց ամեն ինչ իրենց սուբկիրքի եւ իրենց օրենքի վրա է հիմնված անորմալ ասավ ես չեմ խառնվիր այս ծեր հարցն է բայց եթե վեճը խոսքի ու անուններու եծեր օրենքի վրայով է դուք տեսեք այդ տադը Զանոնք ադյանեն վրնդեց այն ադեն բոլոր հույները Սոստենես ժողովրդաբեդը բռնեցին եւ ադյանին արջև ձեձեցին այս բաներուն համար Քաղյոն բնավ հոգ չերներ Սոստենես կայստեղ որ առաջին Գորոնտացիս առաջին գլխուն մեջ իր անունը գտնենք ուրեմն ինքը հրյական ժողովաբեդ էր Պաստորեն այստեղ ինք գբաշխաներ Պողոսին չսվիր ոչ մեկ բան բայց այդպես կուկայ որ իրեն բռնեցին եւ դիտեցին եւ որ առաջին Գորոնտոսի մեջ Պողոս կսե Սոստենեսին շնորհք եւ խաղաղություն Սոստենեսը Գորոնտոսի մարդ էր ուրեմն այստեղ գտեսնենք որ Սոստենեսը սվածը հրյա ալլալով գբաշխաներ Պողոսին Գտեսնեք Աստված կկործածե մարդիկ թրսի մարդիկ ներսի մարդիկ որ իր զավակները պաշտպանի եւ ուղե կարևորը զավակը Աստծո հետևորդ Հիսուս Քրիստոսի հետևորդը պետք է ինքը արդար լա ճշմարիտ լա իր խոսքին մեջ եւ ոչ թե իր խոսքը այսպես երկլեզու լա Այսօր հավատացյալներ կան, նույնիսկ հովիվներ, առաջնորդներ, կահանաներ, ինչ որ գուզեք, հոգևոր առաջնորդներս եմ կան, որոնք սիրելիներ, ամեն տեսակ մարդու հանդեպ տարբեր խոսակցություններ ունեն։ Մի խոսքով, տարբեր մոդեցում ունին նայած որուն հետ կխոսին։ Նույն քույնը չունին ուր որեն, քույներնին կփոխեն նայած որուն հետ են։ Եվ այս Աստված իսկապես քարշելի է Աստծո համար այս բանը։ Մենք պետք է լանք ուր որենք, ինչ որենք, ամեն դեղ բոլորին հետ միասին։ Նույն բանը։ Բողոս արդար դիրոջ զավակը, դիրոջ առաջնորդը ինք կքարոզե եւ ինք կսորվեցնե։ Հագարակ իրենք չեն սիրեր, գահալածեն, քաղաքականություն ներս կցնեն, ինչի փոխեր ոչ մեկ բան։ Գմնա ինք իր հաստատ իր գոչումին մեջ։ Սիրելի քույր եղբայր, հաստատ մնա թե դու ով ես, ուր որ ըլլաս, հարսանիքը ըլլաս, թաղումի ըլլաս, քաղաքականության մեջ ըլլաս, անհավատներու հետ ըլլաս, հավատացյալներու հետ ըլլաս, հարուստներու հետ ըլլաս, աղքատներու հետ ըլլաս, ուր որ ըլլաս, դու նույնը պիտի ըլլաս Հիսուս Քրիստոսի ներկայացուցիչը, եթե այդպես ես։ Բողոս առաքյալը մեզ կսորվեցնե։ Մենք պետք չէ քույն փոխենք։
Կամելյոնը գա, չեմ գիտի, եթե գիտեք կամելյոնը այդ մողեսի մեծ բանն է, մի քիչ մեծ, որ փույսի վրա որ երթա, այդ փույսին քույնը գառնի։ Ձարի վրա գելա, ձարին քույնը գառնի, փույսի վրա գելա, գանաչ քույն գառնի, ձաղի վրա գելա, ձաղին քույնը գառնի։ Եվ այսպես հավատացյալներ կան իրենց դարբեր դեղերու մեջ կտեսնես եւ գզարմանաս, որ արդյոք այդ նույն անձն է եկեղեցի ու կար այս բանը գսեր, հետո հիմա այս մարդուն դունը այս բանը գխոսի, այդտեղը ուրիշ տեսակ կխոսի, այնտեղ ուրիշ տեսակ կխոսի, արդյոք ის նույն մարդն է։ Այս մեծ մեղք է, որ պետք է ամեն մեկս ապաշխարենք եւ մենք պետք է իսկապես ըլանք ինչ որ ենք ամենտեղ։ Երբ որ գխաղաս խաղի ընթացքին մեջ չգործընցնես դու քեզ, շատեր կան, երբ որ գխաղան եւ գբարդվին, վաու, ինչ վատ վիճակի մեջ են։ Հասկանաք, քրիստոնյան լալը ամեն դեղ է, ամեն դեղ, ամեն վիճակի մեջ արդարությունը փոխանցելն է։ Ավետարանը չիտակ պիտի կարոզես բոլորին, ուր որ տրված ես։ Պիտի չգլորցնես ավետարանը, պիտի չխափանես ավետարանը, սուրբ գիրքը մեկ ստորագետ պետք չհանես։ Մեկ բար պետք է վերցնես։ Կարևոր չէ ով գա քո դիմացդ։ Կարևոր չէ ով է քո դիմացդ, դու շիտակը պիտի կարոզես եւ պիտի ասես ով է Տեր Հիսուս Քրիստոսը, ինչ է ավետարանը եւ ինչ բան կսպասի այդ դիմացինին, եթե չապաշխարե, իսկ եթե ապաշխարե, ինչ օրդություններ կան իր համար։ Այս բոլորը շիտակ ցևով պիտի կարոզվի։ Համար 18 Բողոս Տագավին շատ օրեր հոն մնալ է ետքը, ուրեմն Գորընթոս, եղբայրներեն պաշտնվելով նավով դեպի Սուրիա գնաց։ Բրիսկիղային եւ Ագյուղասին հետ։ Առաջ Գենքրայի մեջ իր մազերը գդրելով վասնզի ուխտավոր էր։ Երբ Եփեսոս հասավ, զանոնք հոնցկեց եւ ինք ժողովարանը մտնելով հрьяաներուն հետ գխոսեր։ Անոնք իրեն գաղաչեին, որ ավելի երկար ժամանակ իրենց կով մնա, բայց հանձնադու չեղավ։ Հապա հերացավ անոնց մեջ ասելով. պետք է որ անբաճար այս հարաճիգա դոնը Երուսաղեմի մեջ ընեմ, բայց Աստծո գամքովը նորեն ցեզի պիտի դառնամ։ Եփեսոսեն նավով ճամփայելով Գեսարիայի հասնելով Երուսաղեմ գնաց ու եկեղեցին բարև տվավ ու հետ գնաց Անդիոք։ Ավասիկ երկրորդ ճամփորդությունը կվերջանա։ Գուկա Եփեսոս, Կորինթացին 6 գուկա Եփեսոս, այդտեղ գսե մազը գդրեց։ Հրյական, քանի որ Երուսաղեմ գուզեր երթար, ուխտավորները մազերնին կգդրեին, որբեսի ասեին, որ մենք ուքանք դաջար, ուխտ ըրացենք Աստծո մեր աղոթներով, մեր նվիրատությունով, մեր զոհապերություններով եւ այլն։ Եվ այդպես ալ ըրավ Բողոս։ Նայեցեք, հրյա է, ավետարանը կքարոզ է, բայց գուզե նաեւ հրյաներուն շահիլ։ Հեթանոսներուն կշահի, գուզե հրյաներուն շահիլ։ Այդպես կնե, որբեսի Որչապ մոդենա մարդկանց անչապլավ, որ ցևում որ մոդենա անչապլավ, բայց իր ավետարանի պատկամը չի փոխեր։ Իր մոդեցման ցևը կփոխե։ Դարբեր մարդկանց, դարբեր ցևերով։ Հրյային հետ կսե հրյա եղավ, հույնին հետ հույն եղավ, բայց ոչ մեկ անգամ մեղքի մեջ չխեղդվեցա։ Ուրեմն ավասիկ երկրորդը գվերջանա, գուկա եւ քեղեցիկ այստեղ Գեսարիային գուկա Երուսաղեմ եւ գերտա եկեղեցին Բարև գդա, հետո ետ վերադարձավ Անդիոք։ Երկրորդ ճամփորդությունը վերջացավ, եկավ վերադարձավ Երուսաղեմ։ Ինչ ըրավ, եկեղեցին գնաց, ինչ ընելու, նորեն ինչ պատահեցավ իրեն պատմելու։ Ողջույն տալը, բարև տալու միտքը այդ էր։ Չէ՞ գավ միան թուրին արջևեն չպարևեց չի գնաց, այդտեղ մնաց մի քանի օր, պատմեց, ինչ պատահեցավ, ինչ եղավ։ Ցեզի միշտ կսեմ այս բանը, հավատացյալը մինակ չէ, հավատացյալը հաշվելու պետք է լա իր եկեղեցին, իր հովիվին, իր առաջնորդներուն, իր ավակներուն, իր ծառայողներուն, հաշվելու այն հավատացյալը, որ հաշվելու չէ, լավ լսեցեք, այն հավատացյալը դիրոջ հաջելի մարդ չէ։ Հաշվելու պետք է լանք մենք մեր գործերով, մեր եղբայրներուն, մեր եկեղեցին, մեր հովիվին եւ այլն։ Եկավ եւ հաշվելու եղավ։ Այս գոչը գնեմ այդ բոլոր ինքնագոչ ըսված հավատացյալներուն, որ ոչ մեկուն հաշիվ չեն դար, իրենք իրեն ինչ որ գնեն, իրենք ճշմարիտ են իրենց գործի մեջ։ Սխալ ես, հաշվելու պետք է լաս։ Եվ անոնը եկեղեցի պետք ունես, քույր եղբայր պետք ունես, հովիվ պետք ունես, որ երտաս խոստովանիս, որ երտաս խոսիս,
որ երթաց փոխանցես, որ երթաց ասես ինչ պատահեցավ քեզ, ինչ եղավ քեզ։ Այսօր մեր եկեղեցիներում մարդիկներ կան, որ հովիվին հազիվ բարև գուտան ավելի բան չեն ասել։ Հովիվը իրենց կյանքի մասին դուրսիններեն գլսե։ Այդ մարդը գներեք, բայց այդ մարդը ինչ եկեղեցի։ Հասկացած չէ ինչ է եկեղեցին։ Հասկացած չէ ինչ է իր միապանությունը։ Դեր Ֆրանսիայի մասին խոսում, Ֆրանսիա եկեղեցի ունին, հովիվ ունին, եղբայրներ ունին, քույրիկներ ունին, բայց իրենք Հայաստանի հովիվին կխոստովանին, կամ Ամերիկայի հովիվին կխոստովանին, այդտեղի դասանորդ այդտեղ կղրգեն, ինչ գիտնամ այսպես բաներ, խառնված վիճակի մեջ մտեր է հիմա աշխարհը, հոգևոր աշխարհը, չգիտեր որն է եկեղեցին, որն է գարքու կանոնը, ամեն մեկը իր ուզածը գնե, եւ չմոռնաք, որ դադավորած քրկի մեջ երկու անգամ գրված է հետեւյալը, գսե որ այդ ժամանակ ամեն մարդ իր ուզածը գներ, այդ ժամանակ ամեն մարդ իր ուզածը գներ։ Գրնակ երևակայել սիրելի քույր եղբայրներ, ինչպես այս օրերուն այդ բանը բադահեցավ։ Այս օրերուն այդ բանը կբադահի։ Ամեն մարդ իր ուզածը գնե, իր ուզած ծևով կգալի, իր ուզած ծևով գերտա առաջ, իր ուզած ծևով կկարոզե եւ իր ուզած ծևով կփարավորե դերը կարծելով որ ինքը շիտակ է։ Մի քանի վարկաներեն կվերակտնենք իրան կարծեմ խնդիր ունեցանք։ Okay, սիրելի քույր եղբայրներ, կվերակտնենք իրար, ներողություն, կվերակտնենք իրար մեր այս ընթացքի մեջ։ Ուրեմն գսեի տեսակ որ ինչպես շատերը իրենցմով գուզեն հոգևոր բաներ անել, բայց սիրելի քույր եղբայրներ, գտեսնեք որ սուրբ գիրքը մեզ այդ չի սորվեցներ։ Սուրբ գիրքը մեզ կսորվեցնե, որ մենք հաշվետու ըլլանք մեր եղբայր մեր քույրերուն, հաշվետու ըլլանք մեր հովիվին, հաշվետու ըլլանք մեր ծառայագիցներուն, այս նաև խոնարհության հետ կապ ունի եւ գրնամ ասել ցես դժբախտաբար որ այսօր եկեղեցիներու մեջ ծառայողները նույնիսկ խոնարհության բագաս ունին, խոնարհության բագաս, խոսելով իր պատասխանատուին, գարձեմ որ իրենք պետք չունին ոչ մեկին խոսելու, իրենք պետք չունին ոչ մեկուն խորհրդադու ըլլալու, իրենք գիտեն, իրենք ճշմարիտ են, իրենք արդեն ուղղություն ունին։ Ի խոսքով շտկվինք նաև այս ուղղության մեջ։ Ուրեմն Երուսաղեմի մեջ Անդիոք կերտա Ադեմ մհոն գենալի հետո գարտավ քաղաքացիներու երգիրը եւ Գրիկիա գբդդեր ու բոլոր աշակերտները գհաստատեր։ Ահավասիկ երրորդ ճամփորդությունը գսկսի Բողոս Արաքյալի։ Քաղաքացիներու գողմեն գուկա եւ ինչ կլա գհաստատե աշակերտները։ Գտեսնեք այստեղ չսե գքարոզե, գսե գհաստատե աշակերտները։ Սորվեցնել, յուրացնել, հաստատել։ Որ մարդիկ իրենց սորվածը յուրացնեն։ Բայց հետո յուրացածուն վրա պիտի հաստատվիս, որ մեկադա ետ քայլ չնես, այլ հարաճ քայլնես։ Գեղեցիկ այստեղ բառը գսե եւ աշակերտները գհաստատե։ Աշակերտները գհաստատե։ Եկեղեցի մեջ նստարան նստող հավատացյալները չէ։ Գիրագի ծառայության եկողները չէ։ Անոնք, որոնք աշակերտ են, միապան են, իրար հետ են, բայկարող են, ծառայող են, այդ մարդկանց կհաստատե, որ այդպես լա։ Հալելույա։ Իսկապես ամեն մեկ մանրամասն այստեղ մեզ շատ բաներ կսորվեցնե։ Համար 24-ն Աբողոս, նայեցեք Աբողոսի մասին խոսենք։ Աբողոս անունով հրյամը ձնունտով Ալեքսանդրացի Ջարդասան մարդը եկավ հասավ Եփեսոս։ Ով էր այս Աբողոսը։
անգսե զորավոր էր սուրբ քրքերով եւ դերոջը ջամփուն մեջ վարժված էր չերմերանտ հոգի ունենալով գխոսեր գուսորվեցներ ճշմարտությամբ դերոջը վրայով բայց ինք միայն Հովաննեսին մգրդությունը գիտեր ասիկա սկսավ ժողովարանի մեջ համարցակ խոսիլ ուրեմն նախ Ալեքսանդրացի այդ ժամանակ Ալեքսանդրիան շատ գիտնականներու ուսյալներու մտավորականներու քաղաք էր որոնք կսերդեին կսորվեին ըլլա հոգևոր ըլլա պատմական ըլլա քաղաքական ըլլա մշակութային ըլլա լեզվական դարբեր դպրոցներու դեղեր Ալեքսանդրան եւ այդտեղ կսորվեին շատ լավ ասենք ուսյալ մարդիկ կբարձրանային այդտեղեն Ավասիկ Աբողոսը գսա այստեղ Հովաննեսի աշակերտներ քիչ հետո նորից պիտի տեսնենք ուրիշ մարդիկ որոնք Հովաննեսի աշակերտներ Աբողոսը գիտեր ով էր Հիսուս քանի որ Հովաննես սորվեցուցած էր թե ով էր Հիսուս գիտեին որ Հիսուս Մեսիան էր Քրիստոսն էր գիտեին Հովաննեսի աշակերտները Հիսուսի ըրած գործերը Գարձեմ այստեղ աշակերտին աշակերտն է նաև որ սորվեցուցած է Աբողոսին ուրեմն որ գպաստեին քրքերեն որ Հիսուս իսկապես Քրիստոսն է ջարդարասեր խելացի իմաստուն լավ խոսող մարդ էր բայց իր գիտությունը այնտեղ միան կգայանար որ Հիսուսն է Մեսիան Հիսուսն է Քրիստոսը բայց ոչ ավելին Հիսուսի խաչը եւ հարության շարունակությունը թերևս դեռ չէր գիտեր թե ինչ պատահեցավ Սուրբ Հոգին ներկործության մասին դեղյակ չէր ինչպես գիտեր դու պիտի նաեւ գարտանք ու բայց շատ կարևոր բաներ գիտեր շատ լավ բաներ գիտեր Հիսուսի մասին եւ գպաստեր եւ գսորվեցներ ճշմարտությամբ մարգարեներով 5 տականին մարգարեությամբ որ Հիսուս Քրիստոսն է գիտեք շատ իմաստուն ցևով գմատնանշեր թե Հիսուսն է ջամփան Հիսուսն է ճշմարտությունը Հիսուսն է այդ խոստացված Մեսիան բայց հետո այս բոլորը գիտնալեն հետո Հիսուսի ներկործությունը իր կյանքի մեջ չուներ քանի որ միայն այդ կլա Սուրբ Հոգիով Գասկնակ շատերս կրնանք լավ բաներ խոսիլ Հիսուսի մասին կամ հոգևոր բաներ կրնանք պատմել Գրնանք փոխանցել, գրնանք շատ լավ գիտնական բաներ ասել, նույնիսկ քիրքեր քրել եւ հոգեվոր բաներ սորվեցնել ուրիշներուն, բայց նախ այդ բոլորեն առաջ մենք պետք է գիտնանք արդյոք այդ մեր սորվեցուցածին փորձառությունը գա թե չի գա։ Ոչ թե միան գխոսի սպամը եւ որ փորձառություն չի գա։ Ուրեմն ինքը ուղար եկավ չերմերան ցևով խոսեցավ, քարոզեց, շտկեց դերոջը մասին, բայց Հովաննեսի մգրդություն ուներ։ Ժողովարանի մեջ համարցակ կխոսեր։ Հիմա գսե երբ Ագյուղաս եւ Պրիսկիլան լսեցին Զանիգա ալ իրենց կով արին եւ ավելի ճիշտ Աստծո ջամփան անոր հասկացուցին ավելի ճիշտ Աստծո ջամփան անոր հասկացուցին հասկացավ Ագյուղաս եւ Պրիսկիլան հասկացան որ այս մարդը շատ մեկ խոսքով ավետարանի առաջին բաժինը լավ գիտե հասկացեր է ով է Աստված, ով է Հիսուս, ինչու եկավ, խաչը, հարությունը հասկացեր է, բայց շարունակությունը չգիտեր։ Այդ շարունակության զորությունը չունի։ Սուրբ Հոգի ներկործությունը չունի։ Շատ լավ բաներ գիտե ավետարանեն, բայց Սուրբ Հոգի ներկործությունը չկա։ Սուրբ Հոգի աստեցությունը չկա։ Սուրբ Հոգի վերստին ծնունդը չկա։ Հասկնակ սիրելիներ, այսպես մարդիկ շատ կան այսօր դարբեր հավատացյալներու խումբերու մեջ։ Եվ արին իրենց կով ճիշտ սորվեցուցին եւ ես այստեղ գսիրեմ Աբողոսի խոնարհությունը ինք ուսյալ մտավորական մարդ եկած են երկու հրյա դեր եւ դիգին ամուսիններով իրեն ավելի ճիշտ սորվեցնելու եւ ինք կընդունի եւ այդ ընդունելով մեծ գործ գադարելու սկսավ նույնիսկ Գորոնտոսի մեջ հովիվներեն մեկը եղավ հետո Գտեսնեք, խոնարհությունը ճիշտ բան սորվելու, միշտ պատրաստ ըլլալ, որ ավելի ճիշտը սորվինք, միշտ պատրաստ ըլլալ, որ ավելին հասկանանք, լսել մեր քույր եղբայրներուն թերևս մեկնաբանությունները, բայց այստեղ ալ գրնամ չագերդյա լսել, քանի որ երբեմն այնքան տարբեր բաներ կլսենք,
մեկտեղ են, մյուստեղ են, որ արդեն ճշմարտությունն ալ կգործընծնենք։ Ես քեզ գարաչարգեմ սիրելիս, որ Աստծո խոսքը միշտ ավելի սերտ է, որ միշտ ավելի ճիշտ սորվիս։ Լսե կամ հետևիր կամ սորվիր այդ մարդուցմի, որոնք քեզ իրենց անձը չեն պատմեր, իրենց երազները կամ վկայությունները չեն պատմեր, այլ Աստծո խոսքը քեզ կփոխանցեն։ Քանի որ մենք պետք է ավելի ճիշտ սորվենք, ամեն օր ավելին Աստծո խոսքեն։ Ավելի ճիշտ Աստծո ճամփան անոր հասկացուցին։ Այդ մարդը շատ բաներ գիտեր, բայց Պողոս եւ Ագեղազ եւ Պրիսկիան սորվեցուցին, հասկացուցին, որ քո քիծածդ նայիր ինչ օրտնապեր արդյունքներ եւ օրտնություններ ունի։ Քո քիծածդ, որ դու գսես, կխոսես, բայց անոր փորձառությունը չկա։ Հալելույա։ Անիգա ուզեց Ակիայի երթալ, եղբայրները քաչալերեցին Զանիգա եւ քիր քրեցին այն դեղի աշակերտներուն, որ Զանիգա ընդունին։ Գտեսնեք ինչ գեղեցիկ բան։ Ապողոս ասավ, լավ, ես հիմա երթամ Ակայա։ Շատ լավ։ Եղբայրներ ինչ կսեք։ Դուք ստացել եք այս ձեր սրտին մեջ, որ ես պետք է երթամ։ Դուք գործնեք, որ ես երթամ։ Գնա եղբայրս, գնա ծառայե, գնա այդտեղ ծառայե։ Մենք նամակ կգրենք քո մասին, գսենք դու ով ես։ Եվ այդ նամակով այդ տեղի աշակերտները կգարտան եւ քեզ կընդունին։ Գիտեք ինչ կարևոր է այս։ Ինչ կարևոր է, երբ որ մեկ հավատացյալը, երբ որ ուրիշ տեղ գերտա իր մասին ինչ կսեն։ Նույնիսկ Հիսուս ասավ. իմ մասին ինչ կսեն։ Քու մասին ինչ կսեն։ Դու քու մասին երբեմն ուրիշ բան կսես։ Ուրիշները քու մասին ուրիշ բան կսեն։ Նամակ գրեցին, ասելով ընդունեցեք մեր Աբողոս եղբայրը։ Ինքը Քրիստոսի մեջ է, մեր եղբայրն է, լավ վկայություն ունի, մենք գիտենք ինքը այս հրավ, այդ հրավ, այս հրավ, այն հրավ։ Երբեմն ինձ գքրեն, գսեն եղբայր Սարգիս կամ հովիվ Սարգիս, ասինչ մարդու մասին ինչ կրնաս ասել, մեզ ըսավ թե քու եկեղեցիդ կուքա։ Այսպես բաներ երբեմն գլա, շատ անգամ եղավ։ Եվ մի քանի ներու մասին ասել եմ, այո, այդ մարդը եկեղեցի գուքա միայն։ Ավելին չեմ գրնար ասել։ Այդ վկայություն է։ Վկայություն է ինչ որ ճշմարտությունը։ Քանի որ երբեմն գսեն, հա, մենք Սարգիս եղբորը եկեղեցին ենք, այս ենք, անենք, միշտ կերտանք, մենք ծառայող ենք, մենք էսենք, բայց երբ որ ինձ կհարցնեն, գսեմ այդպես բան չի։ Հա, գուքա երբեմները գուքա, ամիսը մեկ անգամ գուքա։ Գուքա այդտեղ գնստի եւ գվերջանա, բայց իմ համար ադի աշակերտ չէ։ Ուրիշին համար, այո, գծարայե, մեր գողագիցն է, մեր եղբայրն է, գրնակ վստահիլ, ընդունեցեք զինք։ Այդ ալ եղած է։ Գասկնակ սիրելիներ, կարևոր է եկեղեցին նամակը։ Կարևոր է թե ինչ կսեն աշակերտները քո համար, անորմալ դեղական եկեղեցի պետք ունես, եւ սրա համար է որ շատեր չեն գրնար դեղավորվել դեղական եկեղեցին համար, քանի որ չեն ուզեր որ իրենց համար մի բան ըսվի, կամ թե իրեն շտկեն, հանդիմանեն։ Նայեցեք Աբողոսը ինչ հրավ, խոսեցեք եղբայրներսավ, խոսեցեք եւ ես սորվիմ։ Այս ամենեն խոնար իրավիճակն է։ Եվ անոր համար լավ օրտնապեր նամակ ղրգեցին աշակերտներուն, ասելով ընդունեցեք զինք։ Խոնարհությունը գերևն է։ Քո դեղական եկեղեցիի մեջ։ Ինչ որ ուր որ ես, քո խոսքերով չէ, քո ըրածներով չէ, քո դեղական եկեղեցի մեջ ինչ կսեն քո ժողովուրդը, քո սիրելիները, քո գողքինները։ Հոն հասնելով շատ օգտակար եղավ հավատացյալներուն Աստծո շնորհքով։ Գրեցնեք Աբողոս, խելացի, իմաստուն, գրնամսել այսպես մտավորական մարդ, խոնարեցավ Ագեղասին եւ Պրիսկիղային աշակերտը եղավ։ Եկեղեցին մեջ զինք ընդունեցին իբր խոնար եղբայր։ Ինքը իր վկայականները չցույց տվեց։ Ինքը իր անցյալը ցույց չտվեց։ Ինքը չսա որ նայեցեք ես ով եմ։ Խոնարեցավ։ Եվ որ գխոնարիս այդտեղ գրված է հոն հասնելով շատ օգտակար եղավ հավատացյալներուն։ Շատ օգտակար եղավ հավատացյալներուն։ Ես օգտակար գրնամալալ երբ իսկապես խոնարեմ իմ եկեղեցիս մեջ։ Թողները մեզ սորվեցնե այս։ Քեզ սորվեցնե, ինձ սորվեցնե։ Երբ մենք մեր շրջապատի մեջ կխոնարինք,
դերը մեզ կկործած է։ Բայց ոչ թե խոնարհիլ քու կարծիքով, այլ խոնարհիվ մյուսերուն կարծիքով։ Շատեր այդպես կուզեն ցույց տալ, որ իրենք խոնարհ են։ Այդպես ցույց կտան, որ իրենք այնքան խոնարհ են, որ արդեն այդ ցույց տալը հբարդության մեծ քայլ է։ Եվ որ ցույց կտաս, որ դու խոնարհ ես, արդեն հբարդ ես։ Խոնարհությունը դու չէ որ ցույց պիտի տաս, ուրիշները պիտի ասեն քո համար։ Եվ այդպես մեծ օգուտ կնես դիրոջը ընտանիքին եւ հավատացողներուն։ Հրաբարագավ սաստիկ գհանտիմաներ հрьяները Սուրբ Քիրքեն ցույցելով թե Հիսուս Քրիստոսն է։ Ահավասիկ ճշմարիտ ավետարանը սկսավ կարոզելու Աբողոսը։ Օրինագելի մարդ է Աբողոսը մեզ համար։ Հալելույա։ Հալելույա։ Հիմա նայեցեք գլուխ 19, քանի որ ագս է Աբողոս Կորինթոսի մեջ էր, Բողոս վերի գողմերը բդդելով Եփեսոս հասավ։ Եվ քանի որ աշակերտներ գտնելով, քանիմը աշակերտներ ներողություն գտնելով, ըսավ անոնց։ Զարմանալի հարցում Բողոս կհարցնա այստեղ։ Երբ հավատացիք Սուրբ Հոգին արիք արդյոք։ Երբ իսկապես կհավատաս Հիսուս Քրիստոսի, Սուրբ Հոգին գարնես։ Բողոս առաքյալ այս հարցումը կհարցնի, քանի որ նշմարեց, որ այս աշակերտներ ըսված մարդկանց մեջ Աբողոսի նման, երբ ինք սկիզբը եկավ եւ հանդիպեցավ Պրիսկային եւ Ագիղասին, Բողոս հասկացավ անոնց մեջ փամ մգա որ նորմալ չէ։ Քանի որ նորմալ չէ, որ մեկը հավատա Հիսուս Քրիստոսի եւ Սուրբ Հոգին չստանա, նորմալ չէ։ Է Սուրբ Հոգին ստացողը բոլորովին դարբեր է, քան թե այդ մարդոց մեջ որ Սուրբ Հոգին չեն ստացել։ Բողոսը որ գտեստ այս մարդկանց կսեն փամ մգա որ նորմալ չի այստեղ։ Անորմալ հարցում գարցնեք, ուրիշ այսպես հարցում չկա Սուրբ Գիրքին մեջ։ Գարձեմ գաղթացիներուն էր, Բողոս կսե, երբ դուք հավատացիք, Սուրբ Հոգին ստացաք գրված է։ Իսկ այստեղ կսե, երբ դուք հավատացիք, Սուրբ Հոգին ստացաք, հարց կհարցնե։ Քանի որ իրենց դրսևորումները, իրենց խոսածները, իրենց խոսած ծևերը, իրենց խոսած բաները չի համընկնիր Սուրբ Հոգի ստացած մարդուն։ Հալելույա, կհասկնաք միտքը։ Ուրեմն անոնքալ ըսին, բայց մենք լսած ալ չենք, թե Սուրբ Հոգի գա։ Վաու, լսած ալ չենք, թե Սուրբ Հոգի գա։ Բողոս ասավ, հաբա ինչով մգրդվեցաք։ Քանի որ վստահ անոնք մգրդության մասին կխոսեին։ Բողոս այդպես մգրդություն չխոսեցավ, անոնք մգրդության մասին կխոսեին։ Ինչով մգրդվեցաք, նայեցեք պատասխանին, Հովաննեսի մգրդությունով է։ Ուրեմն ասոնք Հովաննեսի աշակերտներն էին, ինչպես Աբողոսը։ Հովաննեսի աշակերտներ էին, որոնք շատ լավ գիտեին հոգևոր բաները, ոչ թե լսած չէին Սուրբ Հոգիի մասին, քանի որ բոլոր հрьяները գիտեին Սուրբ Հոգիի մասին։ Հովաննեսի բոլոր աշակերտները գիտեին Սուրբ Հոգիի մասին։ Ոչ թե անոնք լսած չէին, թե Սուրբ Հոգի գա, այլ լսած չէին, թե Սուրբ Հոգին հոգեկալստյան օրը իջավ եւ մարդկանց մեջը կփնագի այլևս։ Իրենք դեռ չէին գիտեր, որ այդ Սուրբ Հոգին 5 տագարանի խոստացված Սուրբ Հոգին այսօր իզորու է մարդ փոխելու, նորոգելու, հրաշքներ կատարելու, անոնց սրդին մեջ վերստին ծնունդ տալու, այդ կեքաղապար չունեին, քանի որ ենք Հովաննես մգրդիչի աշակերտներն էին։ Իրենք գիտեին, որ այդ բոլորը բիդլա, գիտեին, որ Հիսուսն է Աստուծո գարը, գիտեին, որ Հիսուսն է խաչը եւ հարություն ելնողը, այդ բոլորը գիտեին եւ գնդունեին եւ այո գսեին եւ մգրդված էին, որ Հիսուսը ընդունեին իբր իրենց առաջնորդը, բայց չէին գիտեր այդ շարունակությունը, ինչպես քիչ առաջ ասի Աբողոսի համար։ Չէին գիտեր շարունակությունը, որ այդ Հիսուսի գիտնալը չի բավեր, այլ Հիսուսեն պիտի քար այդ Պենտեկոստեի Սուրբ Հոգիի ներկործությունը։ Ուրեմն իրենք թեր վերստին ծնված չէին։ Չէին ալ գիտեր, որ Սուրբ Հոգին գրնա այդ գործերը կատարել։ Եվ ինչ կսե Բողոս։ Բողոս ալսավ Հովաննես աբաշխարության մգրդությունով մգրդեց։ Եվ ժողովուրդին ալ ըսավ, որ հավատան անոր, որ իր մե հետո պիտի կա, այսինքն Հիսուս Քրիստոսը։ Ուրեմն Բողոս ինչ կսե Հիսուսի հավատալ, այստեղ ոչ թե հավատալը, որ Հիսուս կա չի գա, ոչ, հավատալը սերը, որ Հիսուսով
նորություններ պիտելան, Հիսուսով վերստին ծնունդ պիտելա, Հիսուսով արտարություն պիտելա, մեղքի բրգություն պիտելա, մեղքերեն ազատագրություն պիտելա, Հիսուսով է ամեն ինչ, Հովաննես Մկրտիչը շեշտը տրավ Հիսուսի վրա, եւ հիմա այդ Հիսուսը որ խաչը ելավ, հարություն ալավ, հորո աչքովը բարձրացավ, ինչ ըրավ, Սուրբ Հոգին ղրգեց, որբեսի ինք հիմա հավատացյալներուն մեջը փնագի, այս բաները պիտի հավատաք, դուք այս բաները դեռ հավատացած չեք, դուք այս բաները դեռ ընդունած չեք, դուք կեցերեք միան առաջին բաժինի մեջ։ Հիմա եթե գտնունիք այս բաները, որ Հիսուսն է, Հիսուսով է այդ բոլոր երկնային Սուրբ Հոգի ներկործությունը, այն ժամանակ կսե ասիսելով դեր Հիսուսի անունովը մգրդվեցան, եւ Բողոս երբ անոնց վրա ցեր տրավ, Սուրբ Հոգի անոնց վրա իջավ եւ լեզուներ գխոսեին, գմարգարանային եւ ասում 12 հոգի էին։ Ինչ պատահեցավ? Պենտեկոստե ապրեցան։ Ինչպես Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգին եկավ, լեզուներ խոսեցան, մարգարեություններ ըրին։ Նույն բանը հիմա ինձ կպատահի, քանի որ 0-ին կսկսին։ Ասոնք հավատացյալներ չէին։ Ասոնք 5 դագարանի հավատացյալներ էին։ Հովաննես Մկրտիչի օրով գեցեր էին, ավերին չէին երթացած։ Բայց ահա վասիկ այստեղ, երբ որ հասկացան թե ով է Հիսուս, ինչու Հիսուս, ինչու Հովաննեսով Հիսուսն է, եւ որ հասկացան, որ այդ Սուրբ Հոգին իրական է, հասկացան, որ Սուրբ Հոգին իջել է արդեն, ոչ թե օրը պիտի կա, այլ արդեն եկեր է, արդեն մեր մեջն է, ուրեմն մենք կընդունենք այդ Սուրբ Հոգին, մենք կընդունենք նորոգվելու, այո ցերկը տիրևաղոտ է, որպեսի մենք ալ նվիրվենք, նոր կյանքի մեջ մտնենք, ապաշխարենք, վերստին ծնվենք, Սուրբ Հոգիով քայլենք եւ այո, մգրդությունը լալեն վերջը Սուրբ Հոգին եկավ, լեզուներ խոսեցավ, շարժուն գնեք այստեղ գրված է Սուրբ Հոգիով մգրդվեցան, գրված է Սուրբ Հոգին անոնց վրա եկավ, բարձ եւ լեզուներ խոսեցան։ Երբեմն մենք այստեղ շատ եկեղեցականներ սխալ բառ գործածենք, Սուրբ Հոգիով մգրդվելը կգարձեն թե լեզուներ խոսիլն է։ Ոչ, լեզուներ խոսելը ուրիշ բան է, Սուրբ Հոգիով մգրդվելը ուրիշ բան է։ Այստեղ օրինակը ինչ կբադայի, Սուրբ Հոգիով, Սուրբ Հոգին անոնց վրա եկավ, շատ բարձ եկավ, անոնց վրա, անոնց մեջը, անոնց հետ, նոր գդագարան այս բոլորը գործած է Սուրբ Հոգի վրա, Սուրբ Հոգի մեջը, նոր գդագարան մեջ այս բոլորը կա։ Եվ լեզուներ խոսեցան եւ մարգարեացան։ Մեր խոսքով ահավասիկ Սուրբ Հոգին եկավ եւ իրենք վերստին ծնվան։ Հալելույա։ Անոնք բոլորը 12 հոգի էին, ապա ժողովարանը մտնելով 3 ամիս համարձակությամբ ազդոտակավորությանը վրայով գխոսեր ու գհամոզեր։ Երբ մեկ քանիները գհամարեին ու թեմ գտնեին, բազմության արջև գվարկաբեգեին այն ջամփան, ինք անոնցմե հերացավ եւ աշակերտներ զադեց ու ամեն օր դյուրան անուն մեգուն դբրադանը մեջ գխոսեր։ Ասիգա 2 տարի տևեց, մինչև որ բոլոր Ասիայի մեջ բնագող հրյաները եւ հույները դիրոջը խոսքը լսեցին։ Ժողովուրդ քախնիկ կա այստեղ։ Ավասիկ Բոս այստեղ Եփեսոսի մեջ կկործե, կկարոզե, հագարագություններ կսկսին։ Ինք այստեղ շատ կարևոր կորձ մգնե եւ հուսամ մեր ճշմարտության խոսքի ծառայությունը այս կորձը պիտի ընե շատ մոտ օրեն։ Ինք այդ բոլոր ժողովրդին մեջ են զադեց, լավ գրված այստեղ, աշակերտներ։ Զադեց մարդիկ, որոնք նվիրված աշակերտներ են Քրիստոսի խոսքը տարածելու նպատակով։ Զադեց եւ 2 տարի անոնց հետ աշխատեցավ։ Բողոս այստեղ 2 տարի ժողովարան գերտար շապադորերը կարոզեր բոլորին, հույներուն, թուրսիներուն եւ այլն, բայց 2 տարի հadouk ծառայություն հրավ սորվեցուց շրջապատեց այդ զադված աշակերտները, ընդրված աշակերտներ։ Նայես անոնց մե հերացավ, որոնց մե, անոնք որ գխոսին, ավելորդ մագաս եւ այլն, դգար, հայոյող եւ այլն, բայց Բողոս ըսավ դեսնեմ այս բոլոր խումբին մեջ, ով գավորուն հետ ես կրնամ աշխատիլ։ 2 տարի անոնց հետ աշխատեցավ։ Զադված, ընդրված աշակերտներ։ Եվ այդ պատճառով կամ այդ անոր շնորհիվ ամբողջ Ասիայի մեջ բնագող, Ասիա որ գասվի այն ժամանակվա
մեր այսօրվա ուրեմն Հունաստանեն մինչև Թուրքիան է, okay, հիմակվա Ասիան, Չինաստանը կամ Մալեզին եւ այլն չէ, Ասիան եւ օրգասվեր հիմակվա Թուրքիայի բաժիններ, այդ բոլոր Կորինթոս, Եփեսոս, Հունաստան մինչև մեր այսօրվա հայկական սահմանները մոտավորապես 1 միլիոնի ժողովուրդ էր, նայեցեք, աշակերտներ ընդրեց զադեց, անոնց հետ աշխատեցավ եւ անոնց շնորհիվ 1 միլիոն մոտավորապես 1 միլիոն մարդ Տիրոջ խոսքը լսեցին, այստեղ չսվիր ապաշխարեցին, չսվիր հետևեցան, բայց լսեցին, ասելով որ այդ աշակերտները, որ 2 տարի Պողոս իրենց հետ աշխատեցավ, ընդրեց իրենք, ղրգեց եւ այդ մարդիկը կացին եւ նոր մարդկանց ավետարանը քարոզեցին եւ հետևեցան 1 միլիոն մարդ, մեկը մյուսին, այդտեղի մի քանի 100 աշակերտները չէին, որ 1 միլիոնին հասան, բայց ամեն մեկ աշակերտ ունեցավ իրեն հետևորդ աշակերտ եւ այդ հետևորդ աշակերտը շարունակեց իր հետևորդ աշակերտ եւ այդպես հազարավոր եւ գրնամս մինչեւ 1 միլիոն 100, 1 միլիոն 200 գսվի այդ ժամանակ այնքան ժողովուրդ ընդունեցին կամ լսեցին Հիսուս Քրիստոսը։ Ժողովուրդ ջան, սիրելի քույր եղբայրներ, Քրիստոսի հետևորդ ըսել չէ գիրագի օրը գալ բաշտամունք եւ քարոզ լսել։ Քրիստոսի հետևորդ ըսել չէ, որ երբեմները սուպ գիրք կարդաս եւ քիչ մահոտ կնես քո ընտանիքիդ մասին մտածես։ Հիսուսի հետևի ըսել է աշակերտ ըլլալ, շրջապատվել աշակերտներով, աղոթել իրար համար, աղոթել քննարկել ուր բիդերտաս, ինչ ռազմավարություն պիտի ունենաս, ինչ ուղղություն պիտի ունենաս, որուն Քրիստոսի պիտի բերես, ինչպես պիտի բերես, ձոմաբահությունով Տիրոջ առջև կար որ դերը ցույց տա որուն երտաս, ինչ երտաս, որ քո միջոցով աշակերտներ շատնան եւ հասնիս դերևս դու 1000-2000 հոգի բերես Տիրոջը։ Այսինքն նույնիսկ ես որ հիմա գսեմ, շատերը չենալ հավատար։ Չենալ հավատան ինչ որ գսեմ։ Քրիստոսի սիրողը Քրիստոսի հետ կապրի, Քրիստոսի մասին գխոսի իր դեղական եկեղեցիի մեջ հերագայ հավատացյալ չկա, հերագա ասել է անհատական հավատացյալ չկա, պիտի միանաս քո ընտանիքիդ հոգևոր, պիտի միանաս քո խումբին, պիտի ապրիկ միասին, պիտի բայկարիկ միասին, պիտի աղոթեք միասին, պիտի սորվիկ միասին, աշակերտ պիտի լակ միասին։ Եվ այդպես Աստծո կամքը պիտի կատարվի եւ գրված է այդտեղ ինչպես երկինքը այնպես երկրի վրա քո թակավորությունդ կա, բայց ինչպես պիտի կա իր թակավորությունը, որ դունին մեջ նստեր ես 3 հոգիով ցերկը ծալած եւ ոչ եկեղեցի ունիս, ոչ բայկար ունիս, ոչ նոր հոգիներ ունիս, ինչպես պիտի լայք բանը։ Գիտեմ այսօր քիչ ավելի խորունգ է մեր խոսածը, այսօր աշակերտներու մասին է խոսքս, այսօր իսկապես ոչ թե այսպես երբեմն հավատքի մեջ եղող մարդուն է խոսքս, այսօր հավատացյալներուն է, անոնք որ Քրիստոսի հետևորդ են, մի քնանար կոդան մեջ, կորձ ունի սնելիք, եւ ես ձեզ ասեմ, անցյալ անգամ ալսին օրեն գսեմ, մեր ճշմարտության խոսքը, այս ծառայությունը շատ լուրջ ծառայության մեջ եմ, մտքի մեջ եմ, ռազմավարության մեջ ենք, ես թե ինչպես պիտի ընենք այս, շատ գազմաված, գազմագերբված, եւ եթե կան ձեր մեջ աշակերտներ, որ գուզեք աշակերտ ըլլալ եւ աշակերտել, գապնվեցեք իմ հետ։ Ցեզի հադուկ ծրակիր պիտի ընեմ բոլորով միասին, ժամանակ ուկա եւ ձեզ գսեմ։ Աշակերտներ ըլլալու պետք է մենք չանանք եւ շարժինք այլևս։ Քարոզ լսելով չի վերջանար։ Եկեղեցական սերդողություն ունելով չի վերջանար, բաշտամունքներու գնալով չի վերջանար։ Ամեն մեկս անհատական պարտական ենք մեր Տիրոջը։ Եվ քո եկեղեցին հետ միասին, եթե եկեղեցին չեն ընդունիր, պիտի գտնես որբեսի միապանվես մեկում հետ, որ գնաս այդ ծառայությունը ունես։ Բայց ինչպես քիչ առաջ ասի, հաշվետվությամբ, հովանավորությամբ, ինքնագոչ մարդ չկա, ինքնագոչ հավատացյալ աշակերտ չկա։ Մի խոսքով շատ խորհուրդ բաներ են, որ գրնանք այս բաները քիչ ավելի, այս խոսքերը քիչ ավելի խոսենք մեր հաջորդ անգամներուն։ Շարունակեմ, որ ժամանակ շատ չգործընծնենք եւ Աստված գսե նշանավոր հրաշքներ գներ Պողոսին ցերկով, այնպես որ անոր մարմինեն դաշկինակներ եւ քոկնոցներ դանեին հիվանդներուն եւ անոնք կբժշկվեին, ու չար ոգիները գելլեին։ Դեսակ ինչ կբադահի հրաշքներ գսկսելալ։ Հիմա չեմ ուզեր մտնալ մանրամասնությամբ, բայց մեծ հրաշքներ, երևելի հրաշքներ, ինչու աշակերտները սկսան աշխատելու։
Շատ բարձ աշակերտները սկսան աշխատելու, հրաշքներն ալ սկսավ գալու։ Բայց սկսե աստանական հрьяաներեն մեկ քանիները, որոնք յետմենցուցիչ, ուրեմն թև հանողներ էին, հանդգնեցան Տեր Հիսուսի անունը գանչել անոնց վրա, որոնք չար ոգիներ ունեին, եւ գսեին. «Ցեզ գերտմնչենք, գհրամայենք այս Հիսուսով, որ Բողոս կքարոզե»։ Իրենց մեջը չէ Հիսուսը։ Բողոսի քարոզած Հիսուսի անունով գուզեն տևեր հանել։ Այս բանանողները սկեվա ասված հրյա քահանայապետիմը 7 որդիներն էին։ Չար ոգի մը, ուրեմն այս բոլորի մեջ են չար ոգի մը պատասխանեց ասավ. Հիսուսը գճանչնամ, Բողոսը գիտեմ, բայց դու գով եք։ Դու գով եք։ Դևերը լավ գիտեն ով է Հիսուսը։ Այսօր մասի խոսել էին անցյալ անգամները։ Դևերը լավ գիտեն ով է Հիսուսը։ Դևերը լավ գիտեն ով է Հիսուսի հետևորդը Բողոսին։ Բայց դուք ոչ Հիսուսը գճանչնակ, ոչ Հիսուսը գհետևիկ, ոչ Հիսուսի հոգին ծեր մեջն է։ Դու գով եք։ Եվ նայեցեք ինչերին, այն մարդը, որուն ներսիցին էր չար ոգին, անոնց վրա ցատկելով բռնեց զանոնք եւ դաբալեց, այնպես որ դունեն մերկ եւ վիրավորված դուրս փախան։ Դուք կուզեք հոգեվոր բաներ անել, բայց դուք մեջը չեք։ Դուք հոգեվոր բաներ կուզեք խոսել, բայց դուք մեջը չեք։ Դուք Սուրբ ոգի մասին կխոսեք, բայց Սուրբ ոգի չունեք։ Հիսուսի մասին կխոսեք, բայց Հիսուսը չեք ապրիր։ Դուք ինչ կրնագներ եւ այդպես սիրելիներ տևերը ավելի վատ ծևով գրծան իրենց հարցագիլ, նույն բանալ մենք ուշադիր եղեք, մի խոսիկ այդ բանի մասին, որ դեղյակ չեք։ Մի խոսիկ այդ բանի մասին, որ չեք գիտեր։ Սորվեցեք, հասկացեք, փորձառությունը ապրեցեք, Սուրբ ոգիով հասկացեք, հետո խոսեցեք։ Այս բանը Եփեսոսի մեջ բնագող բոլոր հрьяաներն ու հույները հայտնի եղավ եւ ամենուն վրա վախ մին գավ, որ Տեր Հիսուսին անունը գմեծարվեր։ Հալելույա։ Այս է կարևորը, Հիսուսի անունը մեծարվի, Հիսուսի անունը մեծարվի։ Գիտեք ինչու, աշակերտները կորձի սկսան։ Մեկ հատ գսեմ, աշակերտները շարժելու սկսան։ Հասկացան, որ իրենցմով մեծ կորձեր բիդլա։ Եվ այդպես ալ եղավ։ Հավատացյալները շատեր գուքային եւ գխոստովանեին ու գբատմեին իրենց ըրածները, գախարտության հետևորդներեն շատեր քրկերնին մեկտեղ բերելով ամենուն արչև գայրեին, անոնց կինը հաշվեցին 50,000 արծաթ տահեգան գդան, այսպես Տերոջ խոսքը մեծապես գաջեր եւ գզորանար։ Ինչու աշակերտները աշխատելու սկսան։ Այդ զատված աշակերտները Բողոս սորվեցուց իրենց եւ այդ աշակերտները սկսան երթալ քարոզել եւ մարդիկ սկսան խոստովանելու իրենց հետևելով եկան իրենց քիրքերը փերին գախարտական քիրքերը Բողոս չգնաց իրենց ասելով դուք գախարտական քիրք ունիք ով գնաց աշակերտները կացին մենք ամենտեղ չենք կնար երթալ դու ամենտեղ չես կնար երթալ պետք է քո միջոցով մի քանիները պատրաստես որ իրենք երթան քու չկացած դեղդ Հիսուս ինչ ասավ, քացեք, ինչ որ ես ինձ ավելի կորձեր բիտնեք։ Ասել է որ ես չկացած դեղերս դուք պիտի երթաք։ Հիսուս Ֆրանսա չեկավ, բայց Ֆրանսա հավատացյալներ կան։ Ինչպես եկան աշակերտներ, հավատացյալներ եկան, ավետարանը քարոզեցին Ֆրանսա եւ Ֆրանսան դարձավ քրիստոնեական մեծ վայր։ Հիմա քրիստոնյա չէ Ֆրանսա երկիրը։ Բայց գրնամ ասել հազարավոր հավատացյալներ որ սիրեն գբաշտեն գծարային դիրոջը։ Ինչպես եղավ Աշակերտները աշակերտներին, դու քանի աշակերտ ըրերես միջև հիմա։ Դու հավատացյալ քույր եղբայր, որ դարիները եկեղեցիի մեջ ես, քանի հատ աշակերտ ըրել ես։ Քեզ մեկ քանի հոգի ելեր է, որ ինք աշակերտել է ուրիշին։ Չեմ ասում վգայել ես, աշակերտել ես, նույն բանը չէ։ Գրնանք մենք փողոցը քայլել, մեգումը վգայել եւ գողքից անցնել գնա։ Այդ աշակերտություն չէ, այդ վգայություն է։ Բայց աշակերտությունը հրաման է Տիրոջ արչևից։ Վգայությունը չէ, աշակերտությունը հրաման է։ Վգայությունը մենք վգայենք նորմալ է, որ գխոսենք Հիսուսի մասին, եթե Հիսուսը ունենք, բայց աշակերտությունը հրաման է։ Կացեք աշակերտեցեք, սորվեցուցեք, ասավ Հիսուս։ Աստծո խոսքը գաջեր եւ գզորանար։ Ինչու։ Ինչու։ Քանի որ աշակերտները կորց կնեին։ Հալելույա։ Համար 21 երբ այս բաները լմնցան, Բողոս միտքը դրավ, որ Մագեդոնիայեն եւ Ակիայեն բդդելով Երուսաղեմ երթա ու գսեր հոն երթալես յետքը պետք է որ հրոմալ դեսնեմ։ Իրեն սպասավորություն ընողներեն երկուքը Դիմոթեոս եւ Երաստոսը ղրգեց Մագեդոնիա ու ինք ամեն ադեն մնաց
Ասիա։ Այն ադենները շատ խորովություն եղավ դերոջը ջամփուն համար։ Քանզի Դեմետրիոս անունով արձադակորձը Արտեմիսի փոքրիկ տաճարներ գշներ։ Գուրկեր, արցաններ։ Մտի գրեք այս պատմությունը։ Եվ արձատեեր, որ քիչ շահ չեր բերեր վարպետներուն։ Այդտեղ ուրեմն գա աշխատող կորձադուն, որոնք Արտեմիսի բզդիկ գուրկեր գշնեին եւ գծախեին։ Ինք մեկտեղ ժողվեց նույն արհեստի բանավորները եւ ասա. Մարտիկ, դուք գիտեք թե այս կորձեն է մեր շահը։ Մեր շահը գուրկ շնելեն է, դուք գիտեք։ Եվ գտեսնեք որ եւ գլսեք թե այս Բողոսը ոչ միայն եփեսացիները, հապա գրեթե բոլոր ասիացիները համոզելով մտքերին դարձուց ասելով թե ցերկով շինվածները աստվածներ չեն։ Նայեցեք, անհավատ մարդը գիտե թե Բողոս ինչ կկարոզե։ Բողոս կկարոզե ասելով գուրքերը, արցանները աստված չեն։ Պետք չունիք ձեր դունը ունենալ աստվածներ, գուրքեր, արցաններ։ Գացեք մի երտակ մի առնեք, դրա մի ծախսեք այդ գուրքերուն համար։ Այս կսեր Բողոս։ Այս մարդիկը խանգարվեցան, քանի որ իրենց շահը կգործընծնեն։ Ինչպես Հիսուսի օրով հրյաները գվախնային, թե իրենց նաջարի դրամ տնող մարդ պիտի չլար, քանի որ բոլորը Հիսուսի հետևեն գերտային։ Միջև այսօր նույնն է։ Միջև այսօր նույնն է։ Իրենց շահի համար մարդը պատրաստ է հավիտենականությունը գործընծնե։ Եվ ոչ թե միայն ինք գործընծնե, այլ արգել կլա նաև ուրիշին, որ ինք գործընծնե։ Գտնակ երևակայել։ Ուստի վտանգ կա, որ ոչ միայն այս մեր գողմը պիտի նախադվի, հապա մեծ աստվածուհին Արտեմիսին դաջարնալ ոչինչ պիտի սեպվի եւ բոլոր մեծավորությունը, մեծապարությունը պիտի խապանվի, ուր բոլոր Ասիա եւ բոլոր աշխարհը գբաշտեն։ Ահավասիկ իրենց փոքր գուրկերու պատճառով ինչ կսեն հիմա, եթե մենք փամը չնենք Բողոսին չգանքնեցնենք, բոլոր Արտեմիսի տաճարը պիտի քանթվի, այդ մեծ Արտեմիսի տաճարը, այդ մեծ վայրը, որ բոլոր աշխարհը գբաշտեն, միջ այդ մարդ չի բաշտեր, միայն մի քանի հոգին։ Բայց իրենք շահը պիտի բահեն, պետք է ցույց տան, որ այդտեղ մեծ կորձ կա, աստվածաբաշտություն կա իբր թե Արտեմիսը գբաշտեն։ Երբ ասիկա լսեցին, փարգությամբ լեցված կգանչրդեին եւ գսեին. մեծ է եփեսացիներու Արտեմիսը։ Եվ բոլոր քաղաքը խորովությամբ լեցվեցավ եւ հապշտակելով Գայոսը եւ Արիստակրոսը մագետոնացիները Բողոսին ճանապարհորդներն էին ասոնք, ամենքը մեկը թադրոն վազեցին։ Մեծ է Արտեմիսը, եփեսացիներուն Արտեմիսը, մեծ է մեր աստվածուհին, մեծ է մեր շահը, մեծ է մեր քիծածը, մեծ է մեր ունելիքը, մի խանգարեք մեզ, բռնեցին Բողոսին ընկերներուն եւ դարին ուրեմն այդ թադրոնը, որ բորան, գաչեն, ձեձեն եւ այլն։ Բողոս երբ ուզեց ժողովրդին մեջ մտնել, աշակերտները թող չդվին։ Ինչ գեղեցիկ է աշակերտները այստեղ նորեն գտեսնենք պաշտպանող Բողոսին։ Ասկի առաջալ տեսանք, որ Բողոսին կարգոծեցին, աշակերտները եկան եւ վերցուցին։ Եկան եւ դարին։ Ինչ գեղեցիկ է շրջապատված լալ իրական անգերձ քո եղբայր քույրերով։ Որ քեզ պաշտպանեն, ոչ թե քեզ հարվածեն, ոչ թե քեզ հանդիմանեն, ոչ թե քեզ ինչպես ասեմ, հադաբարդեն, այլ քեզ պաշտպանեն։ Աշուշ, եթե դու պաշտպանվելի չես, եթե մեղ կրած ես, մի չի պաշտպանեն։ Իրական ընկերները ճշմարտությունը գսեն։ Իրական աշակերտները շիտակը գխոսեն, ինչպես քիչ առաջ ասի։ Աշակերտները ասին մի կնա, այս քեզ համար լավ չի։ Ասիբյաններեն ոմանքալ, որոնք իր բարեկամներն էին, մարդ խրգելով իրեն գաղաչեին, որ չփորձե թադրոն երթալ։ Բողոս կուզեր երթալ թադրոն, ասելով երթամ ասոնց ես բացատրեմ, թե Արտեմիսը բամը չէ, դաջարները բամը չեն, Աստված է կարևորը, Հիսուսն է Քրիստոսը, ինչպես Հունաստանը հրավ այդպես կուզեր ընել, բայց անչափ որ լեցված են անոնք իրենց շահակրքիր ցևերով, Բողոսին ասի որ դեղդ նստի, մեծ չի գա երթաս։ Մեծ չի գա երթաս։ Ուստի մեկ կերպ եւ մյուսը ուրիշ կերպ բամը գանչրդեին, վասնզի ժողովուրդը շփոթության մեջ էր եւ շատեր չէին ալ գիտեր թե ինչ բանի համար հավաքված են։ Մի խոսքով իրանանցումը ելավ քաղաքի մեջ, որալ գանչել իրանանցում եւ գիտենք որ սատանան է գլուխը ամեն իրանանցումի
Մարդիկ գբորան ցույցերու գելեն, ճանապարհ գելեն, բայց չեն գիտեր ինչու։ Նայեցեք գրված չեն գիտեր ինչի համար գելեին։ Անչափ խառնված էին իրարու։ Բազմությանը մեջ են հարաճ բերին Ալեքսանդրոսը, որ հрьяաները առաջ քշեցին։ Ալեքսանդրոս ալ ցերկը շարժելով գուզեր որ ժողովրդին պատասխաներ դալ, բայց երբ գիտցան թե անիգա հрья է ամենքը մեկ բերան եղած երկու ժամուչապ գգանչդեն եւ գսեին մեծ է եփեսացիներու Արտեմիսը, մեծ է եփեսացիներու Արտեմիսը։ Սակայն ուրեմն այդ տեղը գա Ադենաթբիրը, ուրեմն այդ թատրոնի գլուխը պատասխանատուն բազմությունը հանդարտեցնելով ըսավ. ով եփեսացի մարդիկ, ով չգիտեր թե եփեսացիներու քաղաքը մեծ Արտեմիսի ու Դիոսի ընկած գուրքին տաճարն է։ Ուրեմն քանի որ անվիճելի բան մնե, պետք է հանդարտ կենալ եւ հանդգտությամբ բան մչնեք։ Դուք այդ մարդիկը հոսպերիկ, որոնք ոչ տաճարը գողոպտերեն, ոչ ալ ծեր աստվածոյին հայոյանք ըրերին։ Ուստի եթե Դիմետրիոս եւ իրեն հետ եղած վարպետները մեգումը հետ բան ունին, թադի օրեր կան եւ փոխանորդ փշեղը գա, թող անոր արչեւ անպաստանություն ունեն, եթե ուրիշ բաներու համար ծեր բահանջը օրինավոր ժողովի մեջ թող որոշվի։ Գսե ժողովուրդ մի խանգարվիկ իրարու։ Դուք կհավատաք որ Արտեմիսը մեծ է։ Այս մարդիկը Բողոս եւ իր ընկերները թեր դաջարը քանտելու չեն եկած։ Բարձրապես ճշմարտությունը գսեն ցեզի։ Հիմա եթե չեք հավնիր, խնդիրներ ունիք, եթե շահի խնդրեմ է, փողի դրամի խնդրեմ է, օրինավոր օրեր կան։ Գարկ ու կանոն կա։ Եկեք այդ օրը ծեր թադը տեսեք ծեր այս մարդկանց հետ։ Եվ գիտեք որ շատ կարևոր է հռոմայացիները, երբ որ եկան հռոմայացիներու գայստրությունը, շատ կարևոր օրենքներ դրին, որ միջև այսօր Եվրոպայի մեջ այդ օրենքները կա։ Թադաստանը, թադավարությունը, փողոքը, փաստապան ունենալը, այս բոլորը սիրելիներ հռոմայացիներու գայստրության օրենքներն են որ եկան։ Եվ ահավասիկ ինչ կսե, օրենքի մարդ եղեք, որալ գանչելով չլար, գարկ ու կանոն, Բողոսը նույնիսկ մեզ գսե հռոմայացիներուն մեջ, որ հարկեցեք օրենքները, թադավորները, ծեր բեդության օրենքները, նույնիսկ այն ժամանակ եթե որ ծեր բեդության օրենքները հագարակ են ցեզ, բայց դուք հարկեցեք, Աստված մեզ սորվեցուց գայսրինը դալ գայսրին, քանի որ երբ որ գայսրինը գայսրին կուտաս արդար ցևով Աստված գիտե քեզ ազատելը, քեզ բրգելը։ Եվ այս բոլորը հոս կպատահի, գիտեք, ինչը սա Աստված քիչ առաջ Բողոսին ասավ, հոգմիներ, խոսի, գնա, ես քեզ կպաշտպանեմ, մեկը քեզ արկել չի կնարլալ։ Նայեցեք այստեղ ինչ դժվարություններ է գանցնի, բայց հանդարտ է Բողոսը, գուզե խոսիլ, գուզե ասել, չի խանգարված։ Աստված չի արկիլեր մեզ գանկնելու, մենք ենք երբեմն արկիլողը, ոչ մեկը չի արկիլեր մեզ դիրոջ խոսքը փոխանցելու, մենք ենք որ դժբախտաբար կփոխանցենք։ Վասնզի մենք ալ այսօրվան եղածին համար իբրև խորովահույս մարդիկ անպաստանվելու վտանգի մեջ ենք։ Քանզի միջոցը չկա, որով կարող ըլլանք այս խառնափող բազմությանը համար պատասխան տալ եւ այսպես ասելով ժողովուրդը արձակեց։ Նայեցեք։ Օրենք կար այդտեղ, քիչ առաջ նորեն հռոմեական օրենք, որ ժողովուրդը իրավունք չուներ հավաքվելու եւ փողոք բարձրացնելու այսպես փողոցները, ոչ ալ թատրոններու մեջ, ոչ ալ հրաբարակներու վրա։ Եվ որ այդպես լար հռոմացի զինվորը գուքային զինվորները գուքային բոլորին կսպաննեին։ Իրավունք չկար։ Եթե փողոք կա, պիտի երտաս փողոքի վայրը օրենքով։ Անոմար այստեղ պատասխանատուն ինչ կսե։ Կսե որ մի խառնեք իրարու։ Այս ծեր ըրածը իրավունք չունիք։ Հիմա պիտի կան մեզի այստեղին պիտի հանեն։ Մեզի մենք որուն պատասխան պիտի տանք, ինչ պատասխան պիտի տանք։ Օրենք կա, գարկ ու կանոն կա։ Մի անեք այդ բաները։ Հասկանաք սիրելիներ։ Գտեսնենք այստեղ հոգևորը եւ պետական օրենքները երկուքն ալ կարևոր են մեզի։ Շատ մահավատացյալներ կան երբեմն գսեն ինչ պետություն, ինչ օրենք, հեչ կարևոր չէ ես եւ Աստված։ Ոչ։ Նայեցեք իսլամները գուքան Եվրոպա եւ գուզեն իրենց իսլամական օրենքները բերել Եվրոպայի մեջ։ Այդպես բան չկա։ Քու իսլամական օրենքը քու գդարես քո իսլամական հավաքույտներու ընթացքին, բայց ոչ պետական օրենքի մեջ։ Մենք երբեմն քրիստոնյաներս, մենք հայերս մանավանդ, գուզենք մեր օրենքները ընել ամենտեղ, մեր ցևերով։ Ոչ։ Ամերիկա ունի իր օրենքը,
Ֆրանսան ունի իր ղարքաբահությունը, Հայաստան ունի իր ղարքաբահությունը, Լիբանան ունի իր ղարքաբահությունը, եթե մենք այդ երկրին մեջ ենք, պիտի հարգենք այդ երկրին օրենքը։ Եվ մենք կանչված ենք քիտնալու օրենքները։ Ֆրանսիայի մեջ մի նախատեսություն կա, գսե ոչ մեկը իրավունք չունի օրենքը չքիտնալ։ Եթե սխալ բան մգնես, օրինակ, գոքան քեզ գսեն, բայց այսպես էր օրենքը, դու իրավունք չունես ասելու, հա, չէի գիտեր։ Ավելի վատ կլա քեզ համար։ Ասել է որ մենք կանչված ենք սիրելիներ, իբր հավատացյալներ, նաև մեր երկրին օրենքները լավ քիտնալու։ Ուր որ գաբրինք։ Ինչու այս կսեմ, քանի որ շատ հավատացյալներ մեր մեջ Հիսուսի հետևորդներ անչափ հավատացյալ են իբր թե որ գարձեք թե իրենք ոչ մեկ օրենքի մեջ չունին, իրենք Աստծո օրենքով գկալեն։ Ոչ։ Եթե դու այս երկրին մեջն ես, դու այս երկրի օրենքին պիտի հնազանդես։ Պիտի քիտնաս ինչ օրենքը, պիտի անես արդարը։ Խաբեություն չկա։ Գողքեն այսպես խարդախություն ունել չկա։ Խաբկանք չկա։ Անորմալ այստեղ մեզ գսորվեցնե Բողոս Արաքյալը այս ինչ որ կբադա իրեն, որ կարգ ու կանոն կա ամեն ինչ։ Ղուգասը կորց Արաքելոցը մեզի կներկայացնե պատմական անգույնեն, մշակութային անգույնեն, հոգևոր անգույնեն, քարտեզի անգույնեն, քարտեզներով ամեն ինչ մեզ կներկայացնի կարող հավատացյալը լալը հավասարակշռություն է, հոգևորը, մարդկայինը, մշակութայինը, գիտնական կետնի վրա։ Այս բոլորը սիրելիներ մենք կանչված ենք սորվելու, մենք դքետ պետք չէ լանք։ Մենք պետք չէ լանք դքետ մեր օրենքները քիտնալու, քաղաքական օրենքները քիտնալու, ինչ կբադահի մեր երկրի մեջ։ Մենք մեկ կողմ քաշվածներ չենք։ Մենք երկրի մեջ, մենք աշխարհի մեջ ենք, Քրիստոսի օրենքով, Քրիստոսի մտքով, բայց աշխարհի մեջ ենք։ Եվ մենք չենք կնարսել, հեչ կարևոր չէ մեզի երկրի օրենքը, ոչ, շատ ալ կարևոր է մեզի։ Իրավունք չունենք խարդախություն ունելու։ Այս բոլորը մեզ կսորվեցնե այսօրվա մեր ընթերցումը։ Փառք մեր Տիրոջը, որ Քրիստոսով հաղթություն ունենք ամեն բանի մեջ։ Դերը իմաստությունն է մեր, գրված է առաջին Կորինթացիների մեջ։ Դերը եղավ մեզ իմաստություն, սրբություն, այո, ապրելու համար այս աշխարհի մեջ, օրենքով, ճշմարտությամբ, ավետարանը քարոզելով, աշակերտներ ընելով, աշակերտներ լալով եւ Տիրոջ թույլ տալով, որ մեզ կործածե, որ շատեր փրկվին։ Այսօր այս կանը սիրելի